Խմելու ջուրն է։ Բա ինչ։ Բայց մաքուր է։ Դե ո՞նց է մաքուր գա, որ գործը մեջն է։ Գործը մեջ է։ Մողեսը մեջն է։ Ո՞նց չդերեն գալիս նես մեջով։ Վարդենիս համայնքի Արփունք գյուղի բնակիչ Նիկոլայ Խաչատրյանի համար խմելու ջրի աղբյուրը մաքրելը սովորական երևույթ է դարձել, այնտեղ հայտնված գորտերի ու սողունների պատճառով ջրատարը հաճախ է խցանվում։ Շատերն են օգտագործում այս ջուրը, սակայն ոմանք կտրականապես հրաժարվել են եւ մաքուր ջուր են բերում Վարդենիս քաղաքից։ Ով ավտոչուրին է այդ ջուրը խմում, էլի, բայց Վարդենիսի ջուրը լավն է, էլի, բերում եք խմում։ Վայ։ Բաղդադի խուրմանել է լավ, մեզ ինչ։ Օրինակ ես ինչ եկել եմ բերում, ընդրից եմ բերում խմում, ջուր չեմ խմում։ Գործը այսօր այնա նայ, մի հատ ոտ հանել էր, սրան։ Այնա սրան։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա բնակիչների խոսքերով Արփունքում այն ընդհանրապես չկա, տնամերձ այգիներն ու ցանկատարածությունները անձրևի հույսին են։ Ո՞վ հիմա դաշնչերում։ Աստծո հույսին։ Անձրև եկավ, չեկավ։ Ծառերը ջրել չունեն ջուր, ինչ պիտի դաշ։ Նենա, դրա համար չորան։ Եվ մարզային եւ համայնքային պաշտոնյաներն այս խնդիրներին քաջածանոթ են, խոստանում են հարցերը կարգավորել ըստ առաջնահերթության։ Բնակիչներն իրենց հերթին նշում են, այսքան սպասել են 1 տարի էլ կսպասեն։ Սոմեցուն ծրագրերի հիմնական առաջնահերթությունը դրել ենք խմելու ջուր, ոռոգման համակարգ, բազմաբնակարան շենքերի Վարդենիսում տանիքների կտուրների փոխում։ Արփունքի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, սակայն գյուղացիները դա որպես ապրուստի հիմնական միջոց չեն համարում։ Այն եկամտաբեր չէ եւ այստեղ եւս ինչպես շատ այլ բնակավայրերում անասնակղխաքանակը զգալիորեն նվազել է։ Բնակիչների շատերը բախվում են սոցիալական ամենատարբեր խնդիրների, օրինակ 90-ամյա Մինաս Լալայանը, ով միայնակ է ապրում, ուրիշի տանը։ Ստեղծանում եմ հերն։ Սա ճակճկած է, գոմը ճակճկած է, դոմը ճակճկած, դրսի գոմից սատենց, պատերով հեռացել է։ Այն հետևի ընդեղ որ նայես կտանա սա ճակավում է։ Շորեր եմ կողել ընդեղ, որ մգները տողը ճիշտ է։ Մինաս Պապն ապրում է ծանր պայմաններում, օգնություն է ակնկալում համայնքապետարանից, նպաստ չի ստանում, ապրում է թոշակով, հազիվ կարողանում է ձմեռվա վառելիքի եւ սննդի նվազագույն պաշարի հարցը լուծել։ Կուբոմետրով, 3 կուբոմետր է։ 3 կուբոմետրին 45,000 փող տվել։ Քանի որ գյուղում խանութ չկա, իր համար գնումներ կատարելու համար օգնություն է խնդրում մեքենա ունեցող համագյուղացիներից։ Դու բաշեր ունես, խնդրում եմ, կամ փողը կվեր գալի, կամ չի վեր գալի, քրում բռայում հաց առում, բեռը ձևիտ է դեր բերարում, հաց հաձու է, օրինակ ես դեր խալադիլնիկ սերետել, բերգուղաց տղա է տուել։ Նույն դժվարությունները փորձում են հաղթահարել նաև տեղահանված եւ Արփունքում հաստատված արցախցիները։ Ի տարբերություն Մինաս Լալայանի, Ալյոնա Ադամյանի ընտանիքը բազմանդամ է եւ կարողանում են համատեղ ուժերով մեղմել սոցիալական խնդիրները։ Արցախում մեծ տնտեսություն են թողել, ոչինչ չեն կարողացել բերել եւ Արփունքում ստիպված են եղել ամեն ինչ սկսել զերոյից։ Շոր ենք հագել եկել, ինչ կա ինչ վերել։ Բախճո, բոստանո, բերքը հոգում ենք մի օր մի պեն, չրնես պահում ենք էլի։ Արփունքում լավ նորություններ էլ կան, նոր դպրոց է կառուցվում եւ ընտրությունը ըստ Գեղարքունիքի մարզպետի պատահական չի կատարվել։ Սա ամենաօպտիմալ տարբերակն է հարևան գյուղերից երեխաների տեղափոխումը ճիշտ կազմակերպելու առումով։ 144 տեղանոց ժամանակակից կրթահամալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են մարտին, այն սպասարկելու է դպրոցական եւ նախադպրոցական տարիքի երեխաներին։ Այն բնակավայրերից, որտեղից որ երեխաները տեղափոխվելու են այդ կրթահամալիր, տվյալ բնակավայրից մինչև կրթահամալիր հասնող ճանապարհները ամբողջությամբ պետք է հիմնանորոգված լինեն։ Այս գյուղի բնակիչներին մնում է սպասել եւ հուսալ, որ իրենց խնդիրները եւս տեղ կգտնեն ըստ առաջնահերթությունների կազմված սուբվենցիոն ծրագրերի ցուցակում։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ։